Տիկին Խուդավերդյան, հնարավոր է, որ այս ամենը, որը տանում է դեպի ընտրություններին, բոլորը պատրաստվում են դեպի ընտրություններին, հնարավոր է, որ սա միտումնավոր է արված եւ արդյոք հնարավոր է, որ դուք կազմեք դաշինք մեկ այլ կուսակցության հետ կամ այն մարդկանց հետ, ովքեր անգամ կուսակցական չեն, անհատապես են հանդես գալիս, բայց ազնիվ են եւ ցանկանում են միանալ պարոն Ղուկասյանին։ Այո, միտումնավորը ոչ միայն Գյումրու ընտրություններից էր պարզ, որ դիտավորյալ է արված եւ 26-ի արտահերտ ընտրությունները, այո, լինելու են, եթե չլի մենք պատրաստվում ենք 26-ին, իսկ դաշինք կազմելու այո, մենք պատրաստ ենք դաշինք կազմելու թե անհատների հետ, թե անկուսակցական կարևոր չէ, որ լինեն մեր կուսակցական անդամներ։ Ներողություն, իսկ դատից ինչ կարող եք ասել, ինչ է հայտնի, այսինքն այսօր պետք է դատ տեղի ունենար, բայց չի լինելու դատ։ Չէ, դատը լինելու է ժամը 8-ին, իսկ ինչ կլինի կհետաձգվի հերթական անգամ, քանի որ ես ունեմ տեղեկություն, դատավորը դեռ չի ծանոթացել այն մեծ ծավալին, փաստաբանական այն տվյալներին, փաստերին, այնտեղ ձայնագրություններ են եւ այլն, շատ մեծ է ծավալը, միգուցե նորից հետաձգվի դատը, դա կդիտենք այսօր ժամը 8-ին երեկոյան մեր Երևանի ժամը, անպայման դատը լինելու։ Փաստաբանը գրել էր, որ պատրաստ չեն փաստաբանները ամերիկացի ինչ-որ նյութերին եւ այլն, այդպեսի տեսել եք պարզաբանում։ Այո, մեզ տրված էր 1 ամիս ժամանակ, մենք ուղարկել ենք, բայց փաստաբանական խումբը ամբողջովին այդ մեծ ծավալին չի տիրապետում, դեռ կեսն է ծանոթացել, միգուցե հետաձգվի։ Իսկ ինչու այսքան ձգձգվեց ձեր կարծիքով, բավական ժամանակ է արդեն անազատության մեջ է գտնվում Վարդան Ղուկասյանը, որն է պատճառը, որ ի վերջո որոշում չի կայացվում։ Ուրեմն ձերբակալել են Վարդան Ղուկասյանի ձայնը, հետո նոր խոսքը, որովհետև Վարդան Ղուկասյանին այն խոսքը, որ 2 րոպեանոց կոչ է անում իր հետևորդներին ավելի կշիռ ունի, քան թե Հայաստանի Հանրապետությունում էս կուսակցությունները ավելի իրար հետ միացրած ավելի մեծ կշիռ ունի, նրանց վախերն են, որովհետև ազգը ընտրելու է Վարդան Ղուկասյան, անգամ այն մարդիկ, որ դեմ էին Վարդան Ղուկասյանի այդ չոր եւ կոպիտ խոսքի, նրանք են մեզ հետ, հավատացնում եմ ձեզ, մեր բանակը մեծ է, մեր հետևորդները շատ մեծ են, մի նայեք այստեղ։ Բայց ամերիկյան կողմը ինչու է հետաքրքրված, որպեսզի նրան երկար պահի, այսինքն ձեր ասածից այդպես է ստացվում։ Գիտեք ինչ, հատուկ պատվեր է, դուք հասկանում եք, եւ պատվիրատուին չեն ուզում նեղացնեն, բայց վնասելով իրենց դատական համակարգը։ Պատվիրատուն այստեղից է։ Պատվիրատուն ոչ միայն այստեղից են, երկրներ, երազող երկրներ, այո, որովհետև գիտեք, առանց այդ երկրների այստեղ հեղափոխություններ չեն լինում, դուք հասկանում եք։ Հայտնվեց մի մարդ, որը վայելեց ազգի ժողովրդի մարկանքը։ Մի առաջնորդ, որ ազգը գնալու է։ Խուդավերդյան, դուք այսօր այստեղ եք, ոչ թե որ հանդիպեք դեսպանին, այլ ուղղակի իր ծննդյան օրը նշեք, այո։ Այո, որպես փոքրիկ իր նկարով սիմվոլիկ նշենք։ Նշենք ծննդյան օրը, իսկ դեսպանատունը մենք անպայման հանդիպելու ենք, քանի որ փաստաբանները դիմել են եւ մեզ տեղյակ կպահեն ժամանակահատված, այո, մենք հանդիպելու ենք 3-4 հոգի, այո, ես այո, այո, փաստաբաններ եւ լինելու են նախկինում քաղաքական գործիչներ։ Ինչու եք ուզում հանդիպել դեսպանին անձամբ, այո, դեսպանին հանդիպել եւ հարց տալ, ինչու եք դուք նախ ծանոթացել եք Վարդան Ղուկասյանի այս գործի մեկ։ Երկրորդը, ինչու են այսպես անօրինաբար պահում Վարդան Ղուկասյանը։ Միտումնավոր, հատուկ։ Սա արվում է միտումնավոր։ Մենք